Այս թեման այն թեմաներից է, որ չենք կարող հաճախակի չհիշատակել այն քարոզիչներին, նաև իրենց տված այն ուսմունքները, ովքեր կեղծում են Կորինթացիների 14-րդ գլուխը։ Եվ տասնյակ հազարավոր մարդկանց խաբել են ասելով, թե եթե լեզուներով ես աղոթում, ուրեմն վերստին ծնունդ ունես։ Կուզեմ երեք կարևոր սահմանումներով սկսենք մեր այսօրվա քարոզը եւ տանք փոքր բացատրություն։ Առաջին, որ սխալ վարդապետությունը սեր չի առաջացնում Սուրբ Գրքի նկատմամբ։ Երկրորդ, սխալ վարդապետության մեջ, ուսմունքի մեջ, զորություն չկա։ Երրորդ, սխալ ուսմունքից ճիշտ հավատ չի ծնվում։ Երբ քարոզիչը սխալ ուսմունք է տալիս, մարդու միտքն ու սիրտը սխալ սնունդով է սնվում։ Սխալ ուսուցիչները նաև կարող են երբեմն ասել, որ կարդացեք Աստվածաշունչը, դե հո չեն ասի մի կարդացեք, բայց իրականում այն սերը, որ պիտի ստանայր քարոզից ու քեզ կամանց շահագրգռեր, ուրախություն առաջացներ մեջդ Աստծո խոսքի նկատմամբ չկա, չի տալիս։ Շատերի հետ խոսալուց ասում են ինչ որ քարոզչի մասին, ես նման փորձառությունների մեջ շատ եմ անցել, մինչև օրս անցնում եմ, որ ասում ես այս մարդը քեզ կեղծ ուսմունք է տալիս, սխալ է քարոզում, ասում են, բայց լավ բաներ է ասում։ Ինչ է դու լավ բաներ չես կարում ասել, կամ ով լավ բաներ չի կարում ասի։ Լավ բաներ նաև կարող են ասել կեղծավորները, ասում են նաև դպիրներն ու փարիսեցիները։ Հետևաբար լավ բաներ ասելով չի որոշվում, որ մարդը Աստծո կողմից ընտրված քարոզիչ է։ Անգամ աթեիստները գիտեն լավ խորհուրդներ տալ։ Իսկ եթե ասենք Աստվածաշունչ են քարոզում, դա արդեն այդպես չէ։ Ես հաճախակի եմ մարդկանց հարց տալիս. Ինչ է նշանակում Աստվածաշունչ քարոզելը։ Վստահեցնում եմ ձեզ, մարդիկ տալիս են մտքից հելած տարբեր բացատրություններ, բայց այդպես էլ չեն կարողանում տալ ճիշտը, որը որ իրականում Սուրբ Գիրքն է մեզանից պահանջում։ Սուրբ Գիրքը մեզ հորդորում է ոչ թե նստենք, մտածենք, թե այսօր որ մեղքի մասին խոսենք, շնության թե գողության, մյուս քարոզին նալից թե փշից, կամ երազից թե տեսիլքից։ Այսպիսի մենք հորդորներ չունենք։ Ոչ, դրանք Քրիստոսի դեսպանները չեն։ Նրանք չեն խոսում այն, ինչ Սուրբ Գիրքն է հորդորում սովորացնել։ Նրանք գառներին արածացնողներ չեն, ինչպես Տերը ասաց Պետրոսին։ Ճշմարիտ քարոզիչը այն է, որ վերցնում է օրինակ Մատթեոս ավետարանը, գաղատացիները, ծննդոցը եւ բացատրում են առաջի գլխից մինչև վերջին գլուխը, մանրամասնորեն, քերականությամբ, պատմամշակույթով բացատրում են խոսքը, թեկուզ դա տևա 3 տարի։ Ինչպես մենք ենք քարոզում առաջի Կորինթացիները արդեն 2 տարի, կամ օրինակ Մատթեոս ավետարանը վերցնում են 18-րդ գլխից 15-ից 20 համարները հստակ բացատրություններ են տալիս։ Կա նաև վարդապետական քարոզներ։ Մենք չէ որ պիտի ամեն շաբաթ որոշենք, թե ինչ պիտի խոսենք։ Նստում մտածում են եւ երբեմն էլ նենգաբար ստում են ասելով. Սուրբ Հոգին ինձ ճանապարհին կամ երեք ինչ որ մեկի բանակի քեֆի ժամանակ ինձ ասաց. այս թեմայով կխոսած, որը տեսնում ես Սուրբ Գրքի հետ ընդհանրապես կապ չունի։ Աստված արդեն որոշել է եւ իր խոսքի հերթականությունը յուրաքանչյուր գրքում տվել է, որն ունի իր յուրահատուկ ուսմունքը, որը մարդկային հոգու, մտքի եւ սրտի համար ամենակարևոր մարգարիտներն են, ամենահամեղ սնունդն է եւ օգտակար վիտամիններով ցանկացած հոգու համար, որոնցով մարդը սնվելով իրոք սեր է առաջանում Աստծո խոսքի նկատմամբ եւ աճում է հոգեպես։ Երկրորդ, սխալ վարդապետության մեջ զորություն չկա։ Լսել եք, չէ՞ որ քարոզիչները բեմերից
գոռալով, լացելով կամ դանդաղ երաժշտության տակ դանդաղ տոնայնությամբ են քարոզ տալիս։ Գիտեք սա ինչու են անում։ Քանի որ քարոզը, որը տալիս են Աստծո խոսքից չէ, այլ իրենց մտքի թռիչքն է, ուզում են այսպիսի էմոցիաներով իրենց խոսքին զորություն տալ։ Ուզում են իրենց խոսքը քեզ կերցնեն, որ դու էլ մտնես այդ էմոցիաների ազդեցության տակ, տպավորություն ստանաս։ Եվ ասեմ, որ հաջողվում է, որովհետև մարդը ինքը էմոցիոնալ է։ Սա հոգեբանություն է, իսկ հոգեբանությունը ինքնին չարիք է, որը կապ չունի հոգևորի հետ։ Ու սրա անունը գիտեք ինչ են դրել, հոգով է խոսում։ Բայց ասեմ քեզ, սիրելի հավատացյալ, որ Աստծո խոսքը ինքն իրենով զորավոր է, Աստծո խոսքին արհեստական զորություններ պետք չեն։ Հռոմեացիս 1:16 ավետարան Աստծո զորությունն է։ Ավետարանի խոսքն է մարդուն տալիս հավատ, փրկություն, սուրբ կյանք, Աստված ճանաչողություն, հոգևոր աճ եւ այլն, այլ ոչ թե դերասանական խաղերը։ Երրորդ, սխալ ուսմունքից ճիշտ հավատ չի ծնվում։ Տեսեք ինչ է գրում Պետրոս առաքյալը այս կեղծ ուսուցիչների վերաբերյալ։ 2 Պետրոս 3 գլուխ 15-16 համարները։ Ինչպես եւ մեր սիրելի եղբայրը Պողոսը իրեն տրված իմաստությամբ ձեզ գրեց, ինչպես եւ բոլոր թղթերում խոսում է այն բաների մասին, որոնց մեջ որոշ դժվար ըմբռնելի խոսքեր կան, որոնք տգետների եւ անհաստատների կողմից ծուռ են մեկնվում, ինչպես անում են նաեւ մյուս գրքերի դեպքում, իրենց իսկ անձի կորստյան համար։ Այո, այսպիսիները ոչ թե միայն իրենց են կործանում, այլ մի ամբողջ ժողովուրդ, որտեղ իր տված ուսմունքը նա ընդունում է որպես ճշմարտություն։ Պողոսի խոսքը Տիտոսին դիպուկ է այսօրվա շատ քարոզիչներին, եկեք նաև այդ համարը կարդանք, Տիտոս առաջի գլուխ 10-11 համարը, քանի որ շատ անհնազանդներ, դատարկախոսներ եւ խաբեբաներ կան, հատկապես նրանք, ովքեր թլպատությունից են, որոնց պետք է պապանձեցնել, որովհետև ամբողջ ընտանիքներ են կործանում, շահադիտությամբ սովորացնելով այնպիսի բաներ, որոնք պետք չէ սովորացնել։ Բայց այսօր մենք տեսնում ենք ինչ են անում։ Սովորեցնում են բեմերից այնպիսի բաներ, որ Սուրբ Գիրքը դրա մասին չի խոսում, եւ դրա կարող են նվիրել մի ամբողջ քարոզ կամ 10-15-20 րոպեներ։ Դատարկախոսներ, գիտեք սա ովքեր են։ Նրանք են, ովքեր քարոզում են այնպիսի բաներ, որ Աստվածաշունչը մերժում է անգամ տարբեր թեմաների մեջ, տարբեր տեքստերի, որտեղ այս քարոզները մարդուն հոգևոր աճ, հավատ չի տալիս, հետևաբար չարժե դրա մասին խոսալ։ Մեր դասախոս Դեն Աբչրշն էր ասում, հա, ասում էր դուք չեք մտածում այս մասին, բայց հələ պատկերացրեք մանուշակագույն փիղ։ Այսինքն դու արդեն սկսեցիր դրա մասին մտածել։ Հետևաբար այս քարոզիչները այն որ քո մտքով երբեք չի անցնում, կարիք չունես, նրանք կարծես թե անընդհատ դրա մասին են քեզ հուշում։ Ավելի հաճախ խոսում են դևերից, սատանայից, չգիտեմ, հեթանոսական ավանդույթներից, նալից, փշից, որ դու դրա մասին չես հիշում, կարծես թե անընդհատ քեզ գցում են դրա մեջ։ Քարոզներ կա վերնագիրը, տա զոց է, կամ ինչ կա տանդ, ես մարդ չունեմ, հետամնացներ եւ այսպես անվերջանալի հիմար վերնագրեր։ Կասեք ինչ պետք է սովորեցնի մի բան, որ արդեն վերնագիրը ցույց է տալիս, որ Աստվածաշնչի տեքստերից որևէ մեկի հետ կապ չունի։ Խոսում են դեսից դենից, մի երկու անգամ մունատ են գալիս, գոռում են, մեկ-երկու համար Աստվածաշնչից կարդում իրենց խոսքը հաստատելու համար, բայց Աստված դա նկատի չի ունեցել տեքստում եւ անունը դնում են քարոզ։ Սիրելի քույր եւ եղբայր, այսպիսի կիսատ, պռատ քարոզներից Աստված մարդուն ճշմարիտ հավատ չի տալիս։ Հավատը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից։ Հռոմեացիս 10:17։ Այսինքն Աստծո խոսքի հստակ բացատրությունից,
որը տեսնում ենք նաև Նեհեմիայի 8-րդ գլխում լավագույն օրինակներից մեկը, թե իրապես ոնց է մարդը դարձի գալիս։ Տեսեք ինչ է ասում Նեհեմիա 8-րդ գլուխ 8 համարը։ Եվ կարդում են եզրածներ, հա քարոզողը, Աստծո օրենքի գրքում հստակորեն եւ բացատրություն տալով ըմբռնելի են դարձնում ընթերցվածքը։ Եվ ինչ պատահեց 12 համարում մենք տեսնում ենք այս համարների մեջ, որ այս մարդիկ ամբողջովին դարձ ապրեցին, ապաշխարեցին, ասում է ամբողջ ժողովուրդը գնաց ուտելու, խմելու եւ բաժիններ ուղարկելու եւ մեծ ուրախություն անելու, որովհետեւ ուշադիր հասկացան այն խոսքերը, որ իրենց հաղորդեցին, հասկացան, ըմբռնելի դարձավ։ Իսկ այսօր մենք գիտենք, որ Հայաստանի 95% ավելի եկեղեցիները, որ իրենց անվանում են, երբեք չեն վերցնում հատված եւ մանրակրկիտ բացատրում, այսինքն ըմբռնելի չէ, այս մարդիկ դրա համար, երբ որ դու իրանց տեքստ ես տալիս, ասում ես բացատրի, նրանք ընկնում են սար ու ձորեր։ Ահա թե ոնց է լինում մարդու իրական դարձը, այլ ոչ թե կեղծ դարձը։ Ինչ է կարծում, Իսրայելի ժողովուրդը Աստծո խոսքից չգիտեր ինչ որ բաներ, անգիր արած տեքստեր ինչպես դուք։ Իհարկե գիտեր, բայց չապաշխարեց մինչև չլսեց խոսքի հստակ բացատրությունը, որը մարդուն տալիս է իրական ճշմարիտ հասկացողություն, որից էլ ծնվում է հավատքը։ Հիմա կասեք, ինչ կապ ունի այս խոսքերը լեզուների թեմայի հետ։ Կապ այնքանով է, որ այդ ձեզ իբրև սիրող քարոզիչները ստում են եւ չեն քարոզում առաջի օրինակ Կորինթացիների ամբողջ գլուխը, որպեսզի տեսնեք ամբողջ պատկերը։ Եվ 1-2 բառեր հանելով տեքստից ձեզ պահում են ստի եւ կեղծիքի մեջ։ Եվ այսպես քարոզում են յուրաքանչյուր քարոզ։ Այդ պատճառով է, որ այնքան եք լսել աղբ քարոզներ, որ երբ ճշմարիտ քարոզ եք լսում, էլ ականջներից սովոր չէ, էլ չեք կարողանում ըմբռնել։ Իմիջիալոց կոչ բոլորիդ։ Մարքեթինգային աչքերով մի նայեք հոգևոր կյանքին։ Եթե այս եկեղեցիները մեծ է եւ սիրուն է շենքը, հա, ուրեմն ճշմարիտ եկեղեցի է։ Եթե այս քարոզիչը սոց ցանցերում ավելի շատ հետևորդներ ունի, ուրեմն ճշմարիտ քարոզիչ է։ Ուղղակի հիշեք Հիսուս Քրիստոսի կատարյալ ուսմունքները եւ հիշեք նրա հետևորդների քանակը։ Եվ կեղծ ուսուցիչների հետևորդների քանակը նաեւ այդ ժամանակ։ Ուղղակի հիշեք։ Եվ հիմա եկեք շարունակենք մեր քարոզը եւ տեսնենք Պողոսի մտքերը, թե ոնց է օրինակների միջոցով զարգացնում մտքերը, ցույց տալով կիրառվող կեղծիքը, որը նրանք կիրառում են։ Իսկ ով առաջի անգամ է մեզ դիտում, կխնդրենք, որ մեր էջում նայեն առաջի համարից սկսած կան քարոզները։ Անցած քարոզի ժամանակ 6-րդ համարից 12 համարներում տեսանք Պողոսի 4 բացասական վերաբերմունքը լեզուներով խոսալու հետ կապված։ Ինչու բացասական, որովհետև 6-րդ համարում ասաց, որ լեզուներով խոսալը անօգուտ է, 7-ից 8 համարներում ասաց, որ նույնիսկ անկենդան գործիքներն են հասկանալու համար անհրաժեշտ եւ ճիշտ հնչյուններ հանում, ուր մնաց էլ մարդը, 9-ից 11 համարներում խոսած մարդկային շփման փոխհարաբերության մասին, որ եթե ձայնի իմաստը չհասկացվի, մեկը մյուսին օտար կլինի։ Այլ կերպ ասած, օդի մեջի խոսացող կլինի։ Եվ 12 համարում խոսած այն մասին, որ եթե իսկապես նախանձախնդիր եք եւ ուզում եք ծառայել եւ լինել օգտակար, ապա նախանձախնդիր եղեք եկեղեցու շինության համար։ Եվ նրա հիմնական ասելիքը մենք հասկացանք այն, որ Պողոսն ուզում էր ասել, որ անհասկանալի ձայներ հանողը Տիրոջ եկեղեցուն օգտակար է եւ չի կարող օգուտ տալ, այլ օգուտ տվող ով է, խոսքը բացատրողը, հասկացնողը, վարդապետությամբ քարոզողը, այ իրենք արդեն օգուտ տվողներն են։ Այս բաժնում Պողոսը շարունակում է քննարկել լեզուների կեղծ պարգևը եւ կրկին դիմում է հեգնանքով։ Եկեք կարդանք առաջի Կորինթացիների 14-րդ գլուխ
13-ից 19 համարները։ Այդ պատճառով անծանոթ լեզու խոսողը թող աղոթի, որ կարողանա նույնպես մեկնել, որովհետև եթե ես աղոթք եմ անում անծանոթ լեզվով, իմ հոգին է աղոթում, բայց հասկացողությունս անպտուղ է։ Ուրեմն ինչ պիտի աղոթեմ հոգով, այնպես պիտի աղոթեմ հասկանալով, սաղմոս պիտի երգեմ հոգով, նույնպես պիտի երգեմ հասկացողությամբ։ Իսկ երբ օրհնում ես հոգով, անտեղյակ մեկն ինչպես ամեն ասի քո գոհաբանությանը, եթե չի հասկանում, թե դու ինչ ես ասում։ Դու շատ լավ ես գոհություն մատուցում, բայց մյուսը հոգևոր շինություն չի ստանում։ Գոհանում եմ Աստծուց, որ բոլորիցդ ավելի լեզուներով եմ խոսում։ Սակայն եկեղեցու մեջ կցանկանայի 5 բառ հասկացողությամբ խոսել, որ ուրիշներին էլ սովորեցնեմ, քան թե բյուրավոր խոսքեր անծանոթ լեզվով։ Ամեն։ Այստեղ կրկին շատ շահագործող համարներ կա, որը նույնպես տեքստից կտրում են եւ 1-2 բառ վերցնելով շատ ժողովրդի խաբել են տասնյակ տարիներով, այդպես էլ խաբել են, թե տեսեք Պողոսն ասում է ես էլ եմ լեզուներով խոսում, տեսեք ասում է որ ես օրհնում եմ։ Պողոս առաքյալը այս հատվածում տալիս է կեղծ լեզվի պարգևի զանազանման 2 միջոց, որոնք էլ մեր պունկտերն են։ Տեքստի հենց բաժանումն է։ Առաջինը, լեզվի պարգևը կեղծ է, երբ խոսողը կամ աղոթողը չի հասկանում 13-ից 15 համարներում, եւ երկրորդ, թե ինչպես տարբերել կեղծ լեզուները, լեզվի պարգևը կեղծ է, երբ լսողը չի հասկանում։ Լեզվի պարգևը կեղծ է, երբ դու ինքդ չես հասկանում, եւ կեղծ է, երբ դիմացինը չի հասկանում։ Կարող ենք տեքստին տալ հարց. ինչպես զանազանել կեղծ լեզվի պարգևը ճշմարիտից։ Եվ այստեղ հենց մեր գլխավոր միտքն է։ Կեղծ լեզվի պարգևը զանազանվում է հասկացողության բացակայությամբ։ Եթե հասկացողություն չկա, բացակայում է հասկացողությունը, ուրեմն դա կեղծ է։ Եվ այստեղ Պողոսը բերում է 5 պատճառ, թե ինչու է մերժում լեզվով աղոթքը։ Առաջինը, լեզվով աղոթքը աղոթողը պետք է կարողանա թարգմանել 13 համարը, որը տեսնում ենք չեն անում։ Երկրորդ, լեզվով աղոթողի հասկացողությունը անպտուղ է մնում, դրա համար է մերժում 14 համարում։ Լեզվով աղոթողին ոչ ոք չի հասկանում 15 համար, լեզվով աղոթողը ոչ մեկին շինություն չի տալիս 17 համար, եւ լեզուներով անհաշվելի բառերը ոչ մեկին ոչ մի բան չի սովորացնում 19 համար։ Առաջին, ինչպես զանազանել կեղծ պարգևը ճշմարիտից հետևյալն է։ Լեզվի պարգևը կեղծ է, հիշեք, այս ամենը, երբ խոսողը կամ աղոթողը չի հասկանում։ Տեսեք ինչպես է սկսում 13 համարը։ Այդ պատճառով անծանոթ լեզվով խոսողը թող աղոթի, որ կարողանա թարգմանել։ Եկեք հարց տանք Պողոսին եւ թողնենք նա էլ պատասխանի ըստ մեր անցած 12 համարների։ Ինչ պատճառով Պողոս։ Այն պատճառով, որ անծանոթ լեզվով խոսողը այլ Աստծո հետ է խոսում, մենք արդեն անցել ենք, հեթանոսական մեթոդներով քրիստոնեական կերտման է ձգտում, օդի մեջ խոսացող է, եկեղեցուն օտար է, եկեղեցուն շինություն տվող չէ, ոչ էլ ինքն է հասկանում, թե ինչ է անում, կամ խոսում։ Այդ պատճառով, եթե խոսում ես, ուրեմն թարգմանի։ Իմիջիայլոց ասեմ, որ բնագրում անծանոթ բառը չկա գրված, սա ուղղակի ավելացվել է, որպեսզի կարդացողը հասկանա ինչի մասին է խոսում, այսինքն անծանոթ, բոլորից անտեղյակ, այս ինչ կոպիտ այս ինչ թազա բան եք, մտցրել։ Այստեղ կրկին տեսնում ենք, որ եզակի է գրում լեզու։ Մեզ հետևորդները կհիշեն, որ 2 քարոզ առաջ 1-ից 5 համարներում խոսացինք, որ Պողոսը եզակի թվով լեզուն օգտագործում է կեղծ պարգևի մասին խոսալիս, իսկ հոգնակի լեզուներ օգտագործում է ճիշտ պարգևի մասին։ Բացառությամբ ասել են 27 համարը, որտեղ խոսում է մեկ լեզվով խոսող մարդու մասին։ Դա դեռ կանդրադառնանք։
Երկրորդ, Պողոսի այստեղ ասվածի մեծ մասը չի վերաբերվում լեզուների իրական պարգևին։ Եթե նա հեգնանքով չխոսեր լեզուների կեղծ պարգևի մասին, ապա նա կխնդրեր կորինթացիներին հետամուտ լինել թարգմանության իրական պարգևին։ Սակայն նա արդեն հստակ նշել է, որ Սուրբ Հոգին ինքնիշխանորեն է բաշխում պարգևները յուրաքանչյուրին առանձին, ինչպես որ կամենում է 12-րդ գլուխ 11 համարում։ Հավատացյալները չպետք է ձգտեն հոգևոր պարգևների, նրանք պետք է միայն ընդունեն դրանք եւ ճիշտ օգտագործեն։ Պողոսը հեգնանքով հանդիմանում է մարմնավոր հավատացյալներին իրենց անհասունության համար։ 20-րդ համարն ասում է, եղբայրներ, ձեր հասկացողությամբ մանուկներ մի եղեք, այլ միայն քին նախընտրության դեպքում։ Ձեր հասկացողությամբ ասում է մանուկ մի եղեք։ Ինչ էին արել նրանք։ Նրանք Աստծուց խնդրել էին, որ պարգևներ տան նրանց, որպեսզի ծառայեն եկեղեցում։ Բայց ինչպես Պողոս ասաց, պարգևները մարդու կամքով չի տրվում, այլ Հոգին ինքն է բաժանում իր կամքով։ Եվ ինչ արեցին։ Սկսեցին մրմնջալ անհասկանալի հնչյուններով, որն էլ իրականում կտրում էր եկեղեցուց, այլ ոչ թե միաբանում։ Այս թեմայով ում հետ զրույց ես ունենում, ասում է. խնդրիր, որ ստանաս, փնտրիր, որ գտնես, չես խնդրում եւ դրա համար էլ չունես։ Այս խոսքը ես ձեզ վստահեցնում եմ, յուրաքանչյուրի բերանից կլսեք այս խոսքը։ Դե սա էլ մենք տեսնում ենք հերթական հովից կոպի արած ուղակի խոսքեր են։ Այս միտքը վստահաբար վերցրել են Մատթեոս 7-րդ գլուխ 7-ից 8 համարներից։ Եկեք կարդանք։ Մատթեոս 7-րդ գլուխ 7-ից 8 համարները։ Խնդրեցեք եւ կտրվի ձեզ, փնտրեցեք եւ կգտնեք, բախեցեք եւ կբացվի ձեր առաջ, որովհետեւ ով որ խնդրի, պիտի ստանա, ով որ փնտրի, պիտի գտնի, եւ ով որ բախի, պիտի բացվի նրա առաջ։ Ինչպես միշտ, այնպես էլ այս համարները չեն կարողանում հասկանալ եւ իշ շահ իրենց են օգտագործում։ 1-2 բառ վերցնում են եւ հաշվի չեն առնում համատեքստը։ Հիշենք, որ սա լեռան քարոզն է, 5-ից 7 գլուխները։ Եկեք մի 2 րոպե տրամադրենք, մեզ այս համարներին, որ սա էլ պարզ լինի թե իրենց համար եւ թե բոլորիս։ Տերը այստեղ խոսած թե լեռան քարոզում, թե ովքեր են երանելիները, աղը եւ լույսը, խոսած, որ մեղքը սկսվում է մարդու սրտից, խոսած նաև, որ պետք է սիրել թշնամիներին, ճշմարիտ աղոթքի լավագույն օրինակի մասին խոսած, գանձեր դիզել երկնքում, այլ ոչ թե երկրի վրա, երկու տիրոջ անհնար է ծառայել եւ այլ թեմաներ։ Հիմա տեսեք, հարց ենք տալիս, կարող ենք ապրել տիրոջ տված ուսմունքի համաձայն։ Եվ այս համարները լեռան քարոզից անկախ չեն, սա էլ է լեռան քարոզը։ Եթե մենք կարծում ենք, որ կարող ենք ապրել լեռան քարոզի ուսմունքի համաձայն, մեր սեփական ուժերով, ապա մենք չենք կարողացել ճանաչել հոգևոր կյանքի գերբնական բնույթը, որին Փրկիչը մեզ կոչ է անում։ Նման կյանքի իմաստությունը կամ ուժը մեզ պետք է տրվի վերևից։ Հետևաբար այստեղ Հիսուսը մեզ կոչ է անում խնդրել ու կրկին խնդրել, փնտրել եւ կրկին փնտրել, թակել եւ կրկին թակել։ Քրիստոնեական կյանքի համար անհրաժեշտ իմաստությունն ու ուժը կտրվեն բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն եւ համառորեն աղոթում են դրա համար։ Եթե 7 եւ 8 համարները համատեքստից հանենք, կդառնանք ալեգոլիկներ։ Գիտեք ովքեր են ալեգոլիկները։ Ալեգոլիկ մոտեցումը փնտրում է փոխաբերական իմաստ, որտեղ այն չկա։ Այս մեթոդը չի հանում տեքստից հեղինակի դրած միտքը, իմաստը, այլ տալիս է տեքստին այլ արժեք, այսինքն տեքստը մեկնաբանում է իր քմահաճույքներով եւ երևակայությամբ։ Եվ ինչ է ստացվում, որ տեքստը հարմարեցնում են իրենց, այլ ոչ թե իրենք են հարմարվում տեքստին։ Եվ ուշադիր քննողը կտեսնի, որ այս մոտեցումը ցույց են տալիս գրեթե բոլոր համարների դեպքում։
Այսպիսի համարներն է, որ կոնտեքստից կտրելով, տիրոջ կամքից դուրս աղոթքներ են անում առանց հասկանալու։ Ինչ մտքներով գալիս է, խնդրում են, եւ հիմնականում իրենց խնդրածը ինչ է՝ կենցաղ, ֆինանս, առողջություն, հաջողություն, այն ինչ քարոզում է բեմերից, այդ էլ սովորում են։ Բայց սա պարզապես անհավանական է։ Այս համարները պետք է հասկանալ իրենց անմիջական համատեքստում եւ աղոթքի մասին ամբողջ աստվածաշնչյան ուսմունքի լույսի ներքո։ Այսինքն, եթե մենք ունենք վերստին ծնունդ, մեր միտքը բաց է, փոխվել է եւ ուզում ենք ապրել Տիրոջ տված ուսմունքի համաձայն, ուրեմն պետք է խնդրենք, լինենք անդադար աղոթողներ, որ Տերը մեզ օգնի այդ հարցում, որովհետեւ մենք չենք կարող այդպես ապրել Տիրոջ տված ուսմունքի համաձայն։ Օրենքի ժողովուրդն էլ էին այդպես ուզում ապրել, բայց չստացվեց։ Այդպիսի կյանք ապրելու համար անհրաժեշտ է Տիրոջ օգնությունը եւ մեր անկեղծ աղոթքը։ Այնպես որ այս համարները եւ ընդհանրապես Աստվածաշնչում չգտնի մի տեղ, որ մեզ կոչ է անում, որ աղոթենք, որ պարգևներ ստանանք։ Անկամ նման օրինակ չկա, որ առաքյալներից, աշակերտներից ինչ որ մեկ աղոթել ասել է Տեր ինձ պարգևտու եւ Տերը տվել է։ Իսկ այն ձևը, որով հիմա աղոթում են լեզուներով, անիմաստ է եւ հիշեցնում է հեթանոսական սովորությունները։ Եկեք կարդանք 6-րդ գլուխ 7 համարը, հա։ Եվ երբ աղոթք անեք, Տերն է խոսում, հեթանոսների նման դատարկ կրկնություններ մի օգտագործեք, որովհետև կարծում են, թե իրենց շատ խոսքերի համար է, որ Տերը պիտի լսի։ Հարց. հեթանոսները ճշմարիտ Աստծուն էին աղոթք անում։ Նրանք հեթանոս են։ Այս սովորությունը, այս լեզուների անհասկանալի հնչյունները, հենց այստեղ էլ Տերը դրա մասին է խոսում, հավանաբար այս դրա մասին է խոսում, որ նրանք էլ են անհասկանալի ինչ-որ հնչյուններ անընդհատ կրկնում են։ Եվ այսօր էլ ենք մենք տեսնում նույն բառերը կրկնում են։ Գոռ Մեխակյանն ասում է, ես տեսել եմ մարդ, որ Սուրբ Հոգով 2-3 ամիս աղոթել, ասել է չա։ Ժողովուրդ, սա ցինիզմ է, սա հոգևոր կյանքի հետ, քրիստոնեական կյանքի ուսմունքի հետ կապ չունեցող է։ Եվ հենց այս հեթանոսները հենց այդպես 1-2 ինչ-որ մի քանի հնչյուններ անընդհատ կրկնում են եւ մտածում են ինչ-որ աստվածները պետք է կամ Աստված պետք է լսի նրան։ Բայց Տերը այսպիսի մարդկանց տեսնում եք ինչ է ասում։ Հեթանոսական ծեսերում, որոնց լավ ծանոթ էին կորինթացիները, էքստազի մեջ խոսալը համարվում էր աստվածների հետ հաղորդակցություն, հոգուց հոգի։ Այս փորձառությունը նախատեսված էր միտքն ու նորմալ ըմբռնումը շրջանցելու համար։ Այսօր են քարոզիչներ տենում, հոգուց հոգի այս եմ ասում, սենց Ինչ բաներ են խոսում, տարօրինակ, որ նայում ես Սուրբ գրքից որտեղից եք վեկալել, ինչ եք խոսում։ Այս անհեթեթությունը ճնշում է մարդկային մտքի բանականությունը, ճնշում է, չի թողում հասկանա, չի թողում աճի։ Ի հատկադրություն սրա, Պողոսը կարծում է, որ մարգարեական ոգեշնչումը, վարդապետական ուսմունքը խթանում է մտավոր ունակությունները, ինչպես նաև մեկնաբանությունը, որ ասած 6-րդ համարում 14-րդ գլխի։ Ամեն դեպքում ոչ որոշ ժամանակակից եկեղեցիների մաքուր ռացիոնալիզմը, ոչ էլ այլ ավանդությունների որոշ եկեղեցիների մաքուր հուզականությունը չեն կարող բավարարել Պողոսին։ Նրա կարծիքով երկրպագությունը պահանջում է մարդկային անհատականության բանականություն։ Երկրպագությունը պահանջում է մարդկային անհատականության բանականություն։ Եվ հերետիկոսության թունավորման դեմ լավագույն դեղամիջոցը ճշմարտության ուժեղ չափաբաժինն է, ուսումնասիրել խոսքը հեղինակի աչքերով։ Ուսումնասիրել խոսքը հեղինակի աչքերով։ Եվ 14 համարում տեսնում ենք, որ Պողոսը կրկին իրեն օրինակ է բերում, որը հաճախ նրա սովորությունն էր։
այն դեպքերում, երբ ուզում էր ինչ-որ բան բացատրել։ Օրինակ, հենց 13-րդ գլուխ 1-ից 3 համարներում, հա, եթե մարդկանց եւ հրեշտակի լեզուներով խոսամ, եթե մարմինս գեհենի կրակի մատնեմ, եւ նաեւ 14-ի 6 համարում հիմա եղբայրներ, եթե ձեզ մոտ գամ, այսինքն ինքը միշտ այս օրինակները նա հաճախակ է անում։ Սա ուղղակի բացատրելու համար է անում, իրեն է օրինակ բերում, այլ ոչ թե ասում է անում եմ, դա չի ասում։ 14 համարում նրա ասելիքը այս է. լավ, վերցնենք, ես էլ ձեզպես անհասկանալի հնչյուններով աղոթեմ իբրև հոգով, ինչպես դուք եք ասում, բայց ախր միտքս անպտուղ է, ես բան չեմ հասկանում։ Հիշեք միշտ, որ Սուրբ Հոգին չի կարող աղոթել մարդու միջոցով, առանց նրա մտքի մեջ անցնելով, առանց մարդու հասկացողության։ Եվ իհարկե Պողոսի մտքով երբեք չէր անցնի ասել, որ Սուրբ Հոգու միտքը կարող է անպտուղ մնալ։ Պատկերացնում եք, այստեղ իրանք ասում են միտքս անպտուղ է, բայց եթե անպտուղ է, ինչ է սա աղոթում, ոնց կարա, եթե սա Սուրբ Հոգուն է վերաբերվում, ասի Սուրբ Հոգու միտքը անպտուղ է։ Իրանք չեն կարող բացատրեն։ Առաքյալը այստեղ խոսում էր այս կեղծ պարգևի մասին հենց վերացական ձևով։ Եթե ես, թեև առաքյալ եմ, ասեի այս անհեթեթությունները, որոնք ձեզանից շատերն են ասում, միևնույն է, իմ միտքը չէր հասկանա ոչինչ։ Ես միայն անիմաստ աղմուկ հանող կլինեի, օդում խոսացող կլինեի։ Այնինչ ես կասեի, նույնիսկ դատարկ ու անիմաստ կլիներ, որքան այն էքստազները, որոնց դուք ականատես եք եղել ձեր հեթանոսական տաճարներում, ձեր անցյալ սովորություններում։ Ասում են միտքս անպտուղ է, չեմ հասկանում, ինչ եմ աղոթում։ Սա աստվածաշնչյան ուսմունք չէ։ Աստվածաշնչյան ուսմունքը գրված է Սուրբ գրքում։ Եկեք կարդանք Հռոմեացիների 12-րդ գլուխը։ Միթե տեսնենք, մենք ունենք նման կոչեր, որ պիտի մեր միտքը անպտուղ մնա։ Հռոմեացիների 12-րդ գլուխ 1-ից 2 համարները։ Ուրեմն աղաչում եմ ձեզ եղբայրներ, Աստծո ողորմությամբ, որ ձեր մարմինները ներկայացնեք որպես կենդանի զոհ, Սուրբ Աստծուն ընդունելի, որ ձեր իմաստալից պաշտամունքն է, եւ մի կերպանավորվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, որ քննեք, թե որն է Աստծո կամքը, բարին, ընդունելին եւ կատարյալը։ Եվ նաեւ եկեք կարդանք Եփեսացիների նամակից, Եփեսացիների 4-րդ գլուխ 23 համարը։ Նորոգվեցեք ձեր մտքի հոգով, ձեր մտքի, նաեւ Կողոսացիների մեջ կա։ Կողոսացիների 3-րդ գլուխ 10 համարը։ Եվ հագեք նոր մարդուն, որ նորոգված է գիտությամբ ըստ Արարչի պատկերի։ Նոր մարդը ով է? Նոր մարդը վերստին ծնված մարդն է։ Ինչ պետք է անի? Պետք է հագնի այն գիտությունը, որը նման է իր տիրոջը։ Հասկանում եք, այսինքն մենք ըստ իր Արարչի պատկերի, տեսեք, այսինքն ուր է բա անհասկացողությունը։ Սուրբ Գիրքը միշտ մեզ հորդորել է այն, ինչ անում ենք, հասկացողությամբ եւ գիտակցությամբ անենք։ Այնպես որ առանց մտքի հասկացողության հոգևոր կյանք չկա։ Մեր հոգևոր կյանքը սկիզբ է առնում հասկացողությունից եւ շարունակվում է նորոգել մեր հոգին եւ միտքը հասկացողությունից։ Սուրբ գրքում ոչ միտեղ չի խրախուսում անտեղյակությունը։ Հիսուսը ինչ էր սովորեցնում։ Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով, քո ամբողջ մտքով։ Տերը չասած, մտքում մի հատ տեղ կա, որ դա անտեղյակ պաշտամունք է, աղոթք է կամ անհասկանալի մի երևույթ է, որի մասին դուք տեղյակ չեք։ Ոչ, ամբողջ մտքով, մտքի ամբողջ հասկացողությամբ։ Սա է մեր պաշտամունքը, սա է մեր աղոթքը, սա է մեր փառաբանությունը։ Իսկ ինչպես պետք է անենք։ Պատասխանն այն է, որ տեղ չկա անմիտ
էքստատիկ աղոթքի համար։ Հոգով աղոթքին եւ երգեցողությանը պետք է ուղեկցեն մտքով աղոթքն ու երգեցողությունը։ Եկեք կարդանք 15 համարը։ Այսինքն, տեսեք, այս մարդիկ չեն նայում, լավ, ինչի է բա Պողոսես օրինակները բերում։ Ուրեմն ինչ։ Պիտի աղոթեմ հոգով, պիտի բառը այստեղ շատ կարևոր է։ Պիտի աղոթեմ հոգով, նույնպես պիտի աղոթեմ հասկանալով։ Սաղմոս պիտի երգեմ հոգով, նույնպես պիտի երգեմ հասկացողությամբ։ Այսինքն հոգևոր կյանքում ինչ որ անում ենք, պետք է անենք հասկացողությամբ։ Իսկ անհասկացողությունը միշտ իր մեջ կրում է դատապարտություն։ Հաճախ ենք չի ասում, չիմանալը քեզ չի ազատում պատասխանատվությունից։ Այսօր աշխարհը չի հասկանում, բայց պիտի դատապարտվի։ Հիմա սիրելի խարիզմատներ, դուք չգիտեք, բայց դուք կայնելու եք այդ դատաստանին։ Դուք պատասխան եք տալու։ Հետևաբար մեր կոչն է, որպեսզի այս մարդիկ հասկանան, որ այս անհեթեթությունը մեր ճշմարիտ Աստծո հետ կապ չունի։ Տեսնում եք, չէ, թե ինչքան համարներ են անտեսում, որ իրենց կեղծիքը առաջ տանեն եւ ժողովրդին մոլորեսնում են։ Նայեք, հասկանալ, հասկացողությամբ այս բառերը Պողոսը 14-րդ գլխում արտահայտում է 10 անգամ։ Եվ միայն մեր այսօրվա համատեքստում 7 համարներում օգտագործում է 5 անգամ։ Այս արտահայտությունները օգտագործում է երկու իմաստով։ Մեկը, որ այդ անհեթեթ հնչյունները անհասկանալի է եւ բոլորին եւ շինություն չի տալիս, իսկ երկրորդը, որ ինչ խոսում ենք կամ աղոթում ենք, պետք է լինի հասկացողությամբ։ Այսինքն, անհասկանալի լեզվով այդ հնչյունները ոչ մեկին հասկացողություն չի տալիս եւ ոչ էլ քեզ է տալիս։ Այսինքն, տեսնում եք, այս համարները, բառերը, որը որ հաճախակ են կրկնում, դրանք բանալի արտահայտություններ են, որոնց հետևից չեն վազում, այլ վազում են մի բառի հետևից, որը տեքստից են պոկում։ Խոսում է այս համարներում երկրորդ համարում է խոսում, 9-րդ համարում է երկու անգամ խոսում, 14 համարում, 15-ում է երկու անգամ խոսում, 16 համարում, 19, 20 համարում է երկու անգամ խոսում։ Ասում է, եթե աղոթում եմ, պետք է լինի մտքով եւ հասկացողությամբ։ Սաղմոսները գիտենք, որ երգ եւ աղոթք են հիմնականում։ Ասեմ, որ կորինթացիները նաեւ երգում էին այս անհասկանալի հնչյուններով։ Պատկերացնում եք, այսօր մտնես ու տեսնես 50-ականները այդ լեզուներով ինչ որ երգի տակ բանը իբրև երգում են։ Հիմա ինչ սաղմոսները անհասկանալի են գրվել, թե մենք պիտի անհասկանալի ձևով երգենք կամ կարդանք։ Այստեղ Պողոսը կրկին պնդում է, որ աղոթքը, երգը եւ խոսքը պետք է լինի հասկացողությունից։ Չկա հասկացողություն, չկա նաեւ աղոթք։ Եվ երկրորդ, թե ինչպես զանազանել կեղծ լեզվի պարգևը ճշմարիտից հետևյալն է։ Լեզվի պարգևը կեղծ է, երբ լսողը չի հասկանում։ Կարդանք 16-17 համարները։ Իսկ երբ օրհնում ես հոգով, անտեղյակ մեկն ինչպես ամեն ասի քո գոհաբանությանը, եթե չի հասկանում, թե դու ինչ ես ասում։ Դու շատ լավ ես գոհություն մատուցում, բայց մյուսը հոգևոր շինություն չի ստանում։ Այստեղ հոգի բառը դա Սուրբ Հոգու մասին չէ խոսքը, որ այսօր կրկին սխալ են քարոզում ասելով, թե տես մենք հոգով օրհնություններ ենք ասում եւ այլն։ Այստեղ հոգի բառը բնագրում պնեումատի բառն է, որը թարգմանվում է որպես մարդու հոգի, շունչ։ Իմիջիայլոց լավ էս էլ ասեմ, այսօր ասում են հոգի շունչ մարմնից ենք մենք կազմված, հոգին ուրիշ է, շունչ ուրիշ է, ոչ, հոգի շունչը դա մեկ տերմին է, դա նկատի ունի հենց հոգին։ Հիշենք կարևոր մի բան, որ այս նամակի մեծամասնությունը, սա այստեղ շատ կարևոր պահ է, որ պետք է ուշադիր լինենք։ Նամակի մեծամասնությունը Կորինթոսի հարցերին ուղղված պատասխան է։ Սա երևում է 7-րդ գլուխ առաջի համարում, որտեղ ասում է Պողոսը արդ այն բաների մասին, որ գրել եք ինձ։ Սա ցույց է տալիս, որ հարցերի մի ամբողջ շարք կար,
եւ Ստեփանոսը, Ֆորտունատոսը, Աքայիկոսը, ովքեր մտահոգված են եկեղեցու խառնաշփոթ այս իրավիճակով, նամակը հարցերը վերցրել էին, գրել էին եւ գնացել էին Եփեսոս Պողոսի մոտ։ Սա էլ երևում է 16-րդ գլուխ 17 համարում։ Հիմա Պողոսը պատասխանում է իրենց հարցերին։ Ինչ հարցեր այստեղ։ Հարցը հետևյալն է. մենք օրհնում ենք հոգով, գոհություն ենք մատուցում, ինչու են որոշները դեմ։ Եվ Պողոսը պատասխանում է. դե տեսեք, եթե դեմ լինող չլիներ, այսինքն այդտեղ հարցեր չէր լինի։ Հետևաբար այստեղ դեմ է եղել, դրա համար այս հարցը բարձրաձայնվել է։ Երբ 16 համարը, հա, երբ օրհնում ես հոգով, անտեղյակ մեկը ինչպես ամեն ասի։ Կամ եթե լավ գոհություն ես մատուցում, բա ինչու մյուսը ասում է հոգևոր շինություն չի ստանում։ Ուշադիր եղեք այս խոսքերին, ինչպես ամեն ասի, եւ մյուսը հոգևոր շինություն ստանա։ Եկեք կապենք 15 համարի եւ 12-րդ գլուխ 7 համարի հետ, որտեղ խոսում է, որ պարգևները տրված են բոլորի օգուտի համար։ Եկեք նայենք 15 համարը, հա։ Ուրեմն ինչ պիտի աղոթեմ հոգով, նույնպես պիտի աղոթեմ հասկանալով, սաղմոս պիտի երգեմ հոգով, նույնպես պիտի երգեմ հասկացողությամբ։ Նաև 12-րդ գլխի 7 համարի հետ կապենք, որտեղ ասում է. բայց հոգու հայտնությունը տրված է յուրաքանչյուրին բոլորի օգտի համար։ Սա հոգու պարգևների մասին է խոսում, բայց հոգու պարգևները տրված են յուրաքանչյուրին, որ մարդկանց օգուտ լինի։ Ամեն ասում են երբ, այն ժամանակ, երբ հասկանում են եւ եթե իրոք գոհություն ես չէ մատուցում, ապա ինչու մյուսները շինություն չեն ստանում։ Ամեն բառը ինքյանից հենց համաձայնության նշան է։ Պողոսն ասում է. եթե դա Աստծուց տված պարգև է, եղբայրներ, քույրեր ջան, անգամ դուք չեք հասկանում, 14 համար արդեն ասել է։ Հիմա ոնց եք պատկերացնում քո մյուս քույր կամ եղբայրները ոնց կհասկանան ու կասեն քեզ ամեն։ Սա է, այդ պատճառով է 20 համարում նույնպես գրում, որ եղբայրներ հասկացողությամբ մանուկ մի եղեք։ Հիմա առաքյալն ասում է, եթե քո պատկերացումով հոգով աղոթք ես անում, օրհնում ես, գոհություն ես հայտնում, մարդիկ ինչպես ասեն ամեն, որ չեն հասկանում, որից նաև շինություն չեն ստանում։ Դե ամեն բառ ասում եմ, համաձայնության նշան է, կամ քույր եղբայրը, ինչպես միաբանվեն աղոթքիդ, եթե չեն հասկանում։ Թե մենք, թե Սուրբ գրքում շատ դեպքեր ենք չէ տեսնում, որ հավատացյալները միաբանվում են աղոթքին ինչ որ խնդրանքով, բայց տեսեք, կուզեմ 1-2 համար կարդալ, որտեղ հենց առաքյալը կոչ է անում աղոթքի։ Օրինակի համար Փիլիպեցիների 4 գլուխ 6 համարում։ Տեսեք ինչպես է նա ասում աղոթքի վերաբերյալ։ Ոչ մի բանի մասին մի մտահոգվեք, այլ թող ամեն բանում աղոթքով, աղաչանքով ու գոհությամբ ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, հայտնի լինեն։ Կամ օրինակ Կողոսացիների 4 գլուխ 3 համարում։ 4 գլուխ 3 համարը։ Աղոթեցեք նաև մեզ համար, որ Աստված դուռ բացի խոսքը քարոզելու, Քրիստոսի խորհուրդն հայտնելու, որի պատճառով կապանքների մեջ են։ Կամ Տերը, հա, որ ասաց աղոթք անելուց այսպես ասեք եւ հայրմերը սովորացրեք։ Օրինակները շատ են, բայց այստեղ կարևորն այն է, որ տեսնենք, որ բոլոր տեղերում խոսում է գիտակցված հասկացողությունից բխած աղոթքի մասին, այլ ոչ թե անհասկանալի։ Այո, եթե նրանք, ովքեր ունեն ճշմարիտ պարգևը եւ ճիշտ օգտագործեն, շինություն կլիներ, հա, ինչպես ասում է 5-րդ համարում, 12 համարում։ Բայց քանի որ կեղծ էր, ոչ մի օգուտ չկար դրանից, արգելում է Պողոս առաքյալը։ Շինություն բառը կրկին, հա, 14-րդ գլխում 4 անգամ է օգտագործում, 3, 5, 12, 17 համարում։ Եվ բոլոր տեղերում էլ խոսում է, որ շինությունը միայն գալիս է հասկացողությունից։ Այսինքն, հասկանալի պետք է լինի խոսքը, որ շինություն լինի։ Իսկ հակառակ դեպքում անօգուտ է թե խոսողի համար եւ թե լսողի համար։
Իսկ եկեղեցի բառը 9 անգամ է օգտագործել։ Այս կրկնվող արտահայտությունները եկեղեցի, շինություն, հասկացողություն, սրանք բանալի արտահայտություններն են, որոնք իրապես այլ ոչ թե մակերեսային ուսումնասիրողը կտեսնում է, իրապես ուսումնասիրողն է տեսում, որ այս խոսքերը, այս նամակի հիմնական նպատակը Պողոսը որ գրում է եղբայրներ, այն ինչ որ անում եք, պետք է հասկացողությամբ լինի, որ եկեղեցին շինվի, այլ ոչ թե անձնական օգուտի համար։ Հիմա Պողոսի ասածը սա էր, որ եթե լավ դուք ասում եք, որ ես աղոթում եմ, գոհություն եմ ածում, բա ինչու եղբայրը չի հասկանում, եթե դա ճիշտ է, եթե դա ճշմարիտ է, եթե դա իրապես Աստծուց տված է, բա ինչի եղբայրը չի հասկանում եւ քեզ ամեն չի ասում։ Ախր շինություն պարգևները տված են եկեղեցու շինության համար։ Որպեսզի կորինթացիները այս տողերը կարդալով չմտածեն, որ Պողոսը այլևս չի ընդունում լեզուների իսկական պարգևը, նսեմացնում, ցածրացնում է, առաքյալը ավելացնում է. գոհանում եմ իմ Աստծուց, որ բոլորիցդ ավելի լավ լեզուներով եմ խոսում, 18 համարում։ Այս խոսքերով նա հստակ ցույց տվեց, որ չի դատապարտում լեզուների իսկական պարգևը եւ չի քննադատում իրենց պես նախանձից դրթված, որ ինքը չուներ այդ կեղծ պարգևը։ Պողոսը այստեղ հոգնակի թիվ է օգտագործում լեզուներով, որը խոսում է ճշմարիտ պարգևի մասին։ Նա այլևս չի խոսում ենթադրաբար, որը խոսած 6-րդ համարում, 11 համարում, 14-15 համարներում, եւ չի խոսում կեղծ պարգևների մասին։ Լեզուներով խոսելու առումով Պողոսն ավելի շատ փորձ ուներ, քան կորինթացիներից ցանկացած մեկը։ Ավելի շատ, քան մենք բոլորս։ Չնայած մենք այս տեսակի կոնկրետ օրինակներ չունենք եւ փորձառության մեջ չենք անցել, որ ինչ որ լեզու ստանանք եւ սկսենք ուրիշ մարդկանց քարոզել։ Հիշենք, որ առաքյալը հեթանոսներին քարոզեց, որոնք խոսում էին տարբեր լեզուներով։ Ինչ է Պողոսը երբ հեթանոս ազգերին քարոզում էր ավետարանը եւ աղոթում էր նրանց հետ, ինչ է չէր հասկանում ինչ էր ասում։ Հա, Պողոսը այդպես էր վարվում։ Ինչը Պողոսը որ գնում էր հեթանոս ազգերին քարոզում էր, չէր հասկանում էր, որովհետեւ նրանք պատասխանել էին տալի, հարցեր էին տալիս եւ Պողոսը կրկին պատասխանում էր։ Այսինքն ինչ Պողոսի, սենց ասած, հա, ուղեղը անջատված էր եւ Աստված ինչ որ մի համակարգչի միջոցով Պողոսին կառավարում էր, ոչ Պողոսի հասկացողությունը տեղն էր, որովհետև սա իրական պարգև էր։ Դրա համար Պողոսը կարողանում էր հաղորդակցվել հեթանոս ազգերի, որտեղ որ գնում քարոզում էր։ Նրանց անգամ իրենց լեզվով նամակ էր գրում Պողոսը։ Պողոսը գիտեր, թե ինչ էր ենթադրում այս պարգևի իրական օգտագործումը եւ ինչը ոչ։ Կարող ենք վստահ լինել, որ առաքյալը այն չէր օգտագործում անձնական բավարարվածության համար, իր անձի կերտման համար։ Պողոսը կարող էր օգտագործել այս պարգևը ճիշտ այնպես, ինչպես այն օգտագործվեց հոգեգալստյան տոնին, Աստծո գերբնական պատգամը ժողովրդին փոխանցելու, ինչպես նաև որպեսզի ավետարանը եւ դրա օրինակ առաքյալները իշխանությունը հաստատող հրաշագործ նշան լինի։ Սակայն Պողոսը այս պարգևը համարում է շատ ավելի ցածր արժեք ունեցող, քան իր մյուս պարգևներն ու ծառայությունները։ Ուստի իր ոչ մի նամակում նա չի հիշատակել այս պարգևի կոնկրետ օգտագործման դեպքեր, ոչ իր, ոչ էլ որևէ մեկի կողմից։ Ջոն Մակարտուրը այս առիթով գրում է. նկարագրված ժամանակներում լեզուների պարգևն իր արժանի տեղն ուներ, նկարագրված, դա իրական պարգև է։ Այն հրաշագործ նշան էր, որը հաստատում էր ավետարանը անհավատների համար եւ ուներ մեկ այլ կապված նպատակ՝ ուսուցանել թարգմանության միջոցով։ Այսօր գիտեք ինչ մի հատ բան կա, ասում են լեզուները անձնական կերտման համար է։ Հետո մենք այս տեքստերից տեսնում ենք
ասում են դե լեզուները մենք աղոթք ենք անում, որ ինչ-որ մեկը փրկվում այդ պահին, ինչ-որ մեկին վտանգից է փրկում։ Լավ, խոսանք այս մասին։ 19 համարում տեղ չի թողնում հակադրվողներին։ Եկեք կարդանք 19 համարը։ Սակայն եկեղեցու մեջ կցանկանայի 5 բառ հասկացողությամբ խոսել, որ ուրիշներն էլ սովորեցնեմ, քան թե բյուրավոր խոսքեր անծանոթ լեզվով։ 5 բառ ավելի նախընտրում է Պողոսը, քան բյուրավոր խոսքերը։ Բյուրավոր խոսքերը դա քաղցր գեղեցիկ խոսքերը չեն։ Բնագրի բառն է մյուրոիոյ բառն է, որի թարգմանությունն է անթիվ։ Հրյաները նաև գիտեք, հույները այսպես էին օգտագործում 10,000, այսինքն սա նկատում են անթիվ ինչ-որ մի հատ թիվ։ Եվ խոսքեր բառը հուներեն լոգոս բառն է, որը գրվում է մեղադրական հոլովով, որն էլ մեզ փոխանցում է արտահայտություն բառը։ Այսպիսով, համարը այսպես է գրված. սակայն եկեղեցու մեջ կցանկանայի 5 բառ հասկացողությամբ խոսել, որ ուրիշներին էլ սովորացնեմ, քան թե անթիվ արտահայտություններ լեզվով։ Այստեղ էլ անծանոթ բառը չկա գրված։ Կրկին օգտագործելով եզակի թիվը լեզու, հեթանոսական անհեթեթությունները նշելու համար նա ընդգծում է, որ անթիվ բառերը մնալով անհասկանալի հնչյուններ տեղ չունեն եկեղեցում եւ բացարձակապես անօգուտ են։ 5 հասկանալի բառերը շատ ավելի օգտակար են, քան լսել մեկին ժամերով, ում ընդհանրապես չես հասկանում։ Իսկ այսօր տեսնում ենք այն, ինչ Պողոսը արգելում է, խարիզմատները անհասկանալի հնչյուններով տասնյակ րոպեներով ձայներ են հանում։ 5 բառից բաղկացած շատ կարճ նախադասությունը, որը ասվում է մտքից եւ որը լսողներին փոխանցում է մի ուղերձ, որը կսովորեցնի կամ կխրախուսի նրանց, ավելի արժեքավոր է Պողոսի համար, քան անսահմանափակ թվով բառեր այլ լեզվով, որոնք անհասկանալի կմնան լսողների համար։ Հիմա հարց այս ֆենոմենի կողմնակիցներին։ Եթե այս պարգևը կերտում է մարդուն, հոգևոր շինություն է տալիս, ոնց կարող է Պողոսի համար կարևոր չլինել։ Չէ որ նա բոլոր առաքյալների թղթերի, թե ինքը, թե առաքյալների թղթերի մեջ տեսնում ենք, որ բոլորի նպատակն է, որ հավատացյալները աճեն։ Բոլորը հորդորում են, որ աղոթք արեք ու հստակ են ցույց տալի։ Եվ նրանց նպատակն է, որ նրանք աճեն, հոգևոր շինություն ստանան, հա, Քրիստոսի մեջ եւ այլն։ Հիմա ոնց կարող է, եթե սա աճեցնող ինչ որ մի բնույթ է իր մեջ կրում, բայց Պողոսը հերքում եւ մերժում է։ Այսօր կա նաեւ, գիտեք, մի կեղծիկ, որ մեկը մյուսից օրինակել է եւ տարբեր գույներով ուզում են համոզել, թե սա ճշմարիտ պարգև է։ Ասում են, Տերը ինձ ասաց շտապ աղոթի լեզուներով։ Ասացի Տեր, ինչու։ Ասաց հետո կասեմ։ Ես անկեղծ եմ, դուք շատ կարաք լսեք այսպիսի բաներ, միգուցե արդեն այնքան եք լսել, հոգնել եք։ Եվ գնացի մամայիս մոտ հիվանդանոց ու աղոթք արեցի, գնացի մամայիս մոտ ու հիվանդանոցում բժիշկները ասացին, մի նոր տղա բերեցին դանակահարված, որը հնարավոր չէր ապրել, բայց հիմա շատ լավ է։ Ասացի, որ ժամին է եղել, ասացին ժամը 3-ին, եւ հիշեցի, որ այդ ժամին եմ աղոթել լեզուներով, այդ ժամին Տերն ինձ ասաց։ Եվ Տերը ինձ հետ խոսեց ու ասաց, այս սրա համար էի ասում լեզուներով աղոթի։ Ինչ են ուզում ցույց տան, թե ես աղոթեցի, Տերն ինձ ասաց, որ ես աղոթեմ, որ Տերը իմ աղոթքի միջոցով այս մեկին փրկի։ Չգիտեմ, սա ինչ է նշանակում։ Այո, այս հեքիաթը կլսեք հաճախակի տարբեր սյուժեներով, ինչպես որ ասում են, ես աղոթում եմ ու կողից մեկ ասում է, ես անգլերեն ինչ որ բառեր եմ ասում, պարսկերեն եւ այլն։ Հենց այս կեղծիքը նայեք, հիմա ասում են, սա մեզ կերտելու համար է։
Հիմա մի րոպե հարց առաջանում, բա ասում ես կերտելու համար, հիմա դու ասում ես Տերն ասել է աղոտ քարա, որ սրան փրկեմ, հասկանում եք, իրենք էլ ոնց հարմարացում խափում են։ Տեսեք, այնքանով է այս ստությունը մարդուն փչացրել, որ անգամ մարդու համար սովորական բան է կեղծավոր խոսալ, այս մեկից կոպի անել, ինչ-որ տպավորություններով լցվել, բայց ուրիշներին հաստատել, թե այս բանը կա։ Իրանք արդեն այս վիճակի մեջ են, որ անգամ իրանք չեն կարողանում հասկանալ։ Բայց քանի որ Պողոսը գիտեր, որ լեզուներով խոսալու պարգևը մի քանի տարվա ընթացքում կդադարի գոյություն ունենալուց, նա ոչ մի հրահանգ չտվեց, թե ինչպես ճիշտ օգտագործել այս պարգևը այսօրվա մեր եկեղեցիներում։ Այդպիսի բան մենք չենք տեսնում։ Նա նման հրահանգներ չտվեց նույնիսկ կորինթացիներին, քանի որ խոսում էր կեղծ լեզուների մասին, որը եսակենտրոն բարձրացված հուզականությունից առաջացած մի երևույթ է եւ ոչ թե Սուրբ Հոգուց ծագող պարգևի մի մաս էր կազմում։ Նա կորինթացիներին, ինչպես նաև բոլոր դարերի քրիստոնյաներին, զգուշացրեց ճշմարիտ հոգևոր պարգևների, կեղծիքների, եսասիրական աշխարհիկ, մարմնական անպտուղ եւ Աստծուն անհարգալից վերաբերմունքից ցուցաբերող այս օգտագործման դեմ։ Նա ցույց տվեց, զգուշացրեց բոլորիս։ Եվ ճշմարիտ հոգևոր պարգևները ըստ Աստծո ծրագրի պետք է ծառայեն հոգու զորությամբ, նրա եկեղեցու օրհնության եւ շինության համար, այլ ոչ թե ինքնակրթության։ Եկեք երկու կիրառություն նայենք եւ ավարտենք։ Սիրելի քույր եւ եղբայր, եթե ձեր ասելով աղոթք եք անում, բայց չեք հասկանում, Սուրբ Գիրքը մերժում է նման աղոթքները։ Աստված տվել է մեզ լեզու աղոթելու, հաղորդակցվելու համար։ Աստվածաշնչում հարյուրավոր համարներ կան, որտեղ վերոհիշյալ մեր հերոսները, թե մարգարեները, թե թագավորները, թե առաքյալները եւ ուրիշները, երբ աղոթք էին անում, հասկանալի լեզուներ էր։ Եղիր անկեղծ հենց ինքդ քեզ հետ եւ տես, որ այդ անհետությունը ոչ մի բան էլ քեզ չի տալիս։ Եթե քեզ Սուրբ Գիրքը չի տալիս, ապա քեզ լեզուները ոչ մի բան չեն տա։ Բավարարվեք Աստվածաշնչի մաքրամաքուր ուսմունքով։ Եվ երկրորդ, տես, որ դա ուրիշներին էլ ոչ մի օգուտ չի տալիս։ Մենք տեսնում ենք, որ Սուրբ Գիրքը մեզ հորդորում է, որ պարգևները պետք է օգտագործենք ուրիշի օգտի համար։ Տեքստում հստակ երևում է, որ մի թույլ տուր, չէ, ինչ է ասում, տեքստում հստակ երևում է, որ մի թույլ տուր այս քարոզիչները քեզ մոլորեցնեն։ Տեքստը քեզ ամեն ինչ արդեն պատմում է, արդեն ամեն ինչ ասում է։ Կարդա շատ, ուշադրություն դարձրու յուրաքանչյուր բառին։ Եվ տես, որ թե անձնական, թե համայնքային շինությունը գալիս է միայն հասկացողությունից։ Միգուցե դու սիրում ես տվյալ համայնքի քարոզչին կամ սոցցանցերով, կամ սիմպաթիա է բռնել, լավ ես անում, շարունակիր սիրել, բայց դա դեռ չի խոսում այն մասին, որ նա ճշմարիտ քարոզիչ է։ Մենք շատ հարազատներ ունենք, տեսեք, որոնց շատ ենք սիրում, բայց նրանցից շատերը չեն էլ փրկվելու։ Հետևաբար քո վերաբերմունքով մի չափից ճշմարիտ լինելը, ճշմարիտ է, եթե սիրում եմ, ուրեմն ինքը լավն է, ուրեմն այդպես չեն չափում։ Այլ չափիր նրանով, թե իրոք մանրակրկիտ սովորեցնում է Աստծո խոսքը, թե ծածկադմփոց անելով ականջներիդ հաճոյախոսությամբ է զբաղվում, որից հետո լավ տասանորդ է ստանում։ Ասեմ, որ շատերը հոգեպես մանուկ են եւ փորձում են, սա պետք է անպայման ընդգծել, որ փորձում են Կորինթոսի ժողովրդի պես նմանակել եւ չտարբերել, բայց իրոք դա իրենցը չի եւ իրենք էլ են դա զգում, որ սա մերը չի։ Պարզապես փորձում են նմանեցնել այս մարդկանց, թե մենք էլ ենք ստացել եւ այլն։ Բայց նրանք, ովքեր խորացած են,
Սուրբ գրքով էլ ցույց ես տալիս ու չեն համաձայնվում, չես կարողանում համոզել, դա հաստատ դիվային է։ Իսկ այն մի մասը, ովքեր որ ինչ որ միտեղ սա էլ է դիվային բնույթ կրում, բայց սա կարա նաև ուղղակի լինի իր մանուկ լինելու։ Խոսք ուղղակի չի հասկացել, ուզում է ինչ-որ մեկի նման ասի, սա ավելի շատ կարելի է անունը դնել կեղծավորություն է անում, քան ինչ-որ sense դիվային ազդեցության տակ են գել, բայց կան մարդիկ, ովքեր որ իրապես դիվային ազդեցության տակ են, այլ արդեն իրանց հետ խոսալ չի լինում։ Լեզուներ եւ իրանց համար անցած քարոզում էլ ասացի, նրանց համար արդեն էական չի սուրբ գիրքը։ Սուրբ գրքի ճշմարտությունների հետևից էլ չեն վազում։ Կարևորը նորոգվում են լեզուներով եւ ասացինք, որ իրոք տարիներով էլ գիրք չկարդան, իրանց համար սովորական բան է։ Այսինքն սա վկայում է այն մասին, որ իրենց մեջ Սուրբ Հոգու բացակայության մասին է խոսում, որ ներսից հանդիմանող չկա, որ գնա գիրքը կարդա։ Բայց Տերը գիտի, թե ոնց իրեներին փրկի մոլորեցնողներից։ Այնպես որ եկեք աղոթ կանենք այս ժողովրդի համար եւ ավարտենք։ Տերը օրհնի բոլորիդ։